Արդեն մի քանի օր է ինչ չի դադարում TikTok սոցիալական հարթակում մարքեթինգային զոհերի տեսանյութերի տեղատարափը այն մասին, որ իրենք մոտ 1000 դրամ են վճարել այդքան շատ գովազդված պաղպաղակի համար և որն էլ չի համապատասխանում այն իրականությանը, որը հետևորդներին հրամցրել են հայտնի բլոգերներն ու աստղերը։ Star News-ը արդեն անդրադարձել է այդ մարքեթինգային արշավի չստացված կոմպոնենտին, բայց մեկ կարևոր հանգամանք կա։ Բլոգերը, ով իր հետևորդներին հավաքել է այսպես ասած սեփական անձի հանդեպ համակրանք ունենալու գնով, չի կարող որևէ գնով խաբել նրանց, հանուն նրա, որ գովազդից եկամուտ ունենա։ Խնդիրն այն է, որ եթե հետևորդը մեկ անգամ խաբվի ու իրեն համարի մարքեթինգի զոհ, վստահաբար կարող ենք ասել, որ երկրորդ, երրորդ գովազդից հետո ինքը կհեռանա այդ հայտնի մարդու հետևորդների ցանկից։ Կարևորագույն հարցն այն է, թե որքան են հայ բլոգերները դողում իրենց հետևորդների համար, որքանով են հայ բլոգերները ազդվում այն տեսանյութերից, որտեղ հասարակ սպառողն ու նույն ինքը իր հետևորդը նշում են, որ մարքեթինգի զոհ են ու այն մարքեթինգի, որ իրականացնողը հենց այդ հայտնի բլոգերներն են։ Այն, որ Atmar ընկերությունը կարող է և ինչ-որ չափով չընդունել իր մեղքը և պնդել, որ իր արտադրանքը լավն է, հայ բլոգերը, ով գովազդելուց պնդել է, որ այդ արտադրանքն անթերի է ու նմանը չունի, այսօր պետք է հետևեր հետևորդների բողոքներին և հանուն արդարության և իր համբավի գոնե ներողություն խնդրեր հետևորդներից, ովքեր լսելով իրենց խորհուրդը մարքեթինգի զոհ դարձան։ Այս ամենը ճիշտ աշխատանքն է հանրային տիրույթում, բայց ինչպես տեսնում ենք, Պոնչը, Օվսիկը, Էվիկը, Ռոզան, ովքեր ամենայն հավանականությամբ գումարով են գովազդել արտադրանքը, չեն պատրաստվում արդար լինել իրենց հետևորդների հանդեպ։ Star News-ը հետևելու է հայտնի գովազդողների հետագա քայլերին և իր հրապարակումներով փորձելու է այնպես անել, որ հայ հայտնիները պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ գովազդում են։